Մեր ազգը պառակտվում է, քանի որ տարեց տարի ավելանում է աղանդավորական կառույցների գործունեությունը։ Այս կարծիքին են սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը եւ ազգային արժեքների պահպանման ճակատ հասարակական կազմակերպության ղեկավար Սևան Աղաջանյանը։ Այսօր մեր ազգը պառակտված է։ Դա սոս։ Ես կանչում եմ սոս, որ ամբողջ հայ ժողովուրդը պատկերացնի, որ մենք անդույդի եզրին ենք։ Մենք գնում ենք, չգիտեմ դեպի ուր, մեր եվրոպական մոտեցումները, որը որ այսօր ստիպված է մեր կառավարությունը եւ ազգային ժողովը ընդունել դեմոկրատական եվրոպական գործունեությունը, ես փորձում եմ ընդվզում բարձրացնել ժողովրդի մեջ եւ այդ ընդվզումը ուրեմն կոնկրետ զգացվում է արդեն։ Վերջի անգամ Արեշ չէ, այդ Տիգրան մեծ փողոցի վրա երեք ոնց որ թե արդեն Եհովայի վկաների դեմ կանգնել էր մոտ 30-40 հոգի մարդ։ Ես քրիստոնյա եմ, առաքելական եկեղեցու կողմնակից։ Սա մյուս պրովոկացիա իրանց կողմից։ Հարազատ չեք տա։ Դագե կոստիկանից։ Թողը գնացեք ստեղ։ Թողը գնացեք, գետա խտիրա գնացեք կինո նայեք։ Սա կինո է, հայրիկ ջան։ Ամոթ աղջիկ։ Չէ, թող նկարեն, նորմալ է, մերոնք են, ուրիշ մարդիկ չէ։ Եհովայի վկաները 19-րդ դարի ավարտին Միհացյալ Նահանգներում ստեղծված համաշխարհային կրոնական կազմակերպության անդամներ են։ Եհովայի վկաները հայտնի են դռնեդուր այցերի եւ փողոցում պատահական անցորդների հետ զրուցելով քարոզչություն իրականացնելով։ Նրանք հանդես են գալիս որպես վերջին ժամանակի շարժում, այսինքն հավատում են, որ մարդկությունը գտնվում է Աստվածաշնչում հիշատակված վերջին դատաստանին նախորդող ժամանակաշրջանում։ Եհովայի վկաները ընդունում են միայն որոշակի գիտակցության տարիքի հասած անձանց մկրտությունը, որով նորահավատը նրանց կազմակերպության անդամ է դառնում։ Քարոզչական գործը վերահսկվում է մի խումբ տղամարդկանց կառավարչի մարմնի կողմից, որը զբաղվում է կրոնական գրականության հրատարակմամբ։ Հայտարարում եմ, որ ես չեմ ներկայանալու ոստիկանության բաժին, ես պատրաստ եմ դատվելու, ձերբակալվելու, ինձ թող բերման ենթարկեն, քանի որ ես քրիստոնյա եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Ուրեմն եթե դրա համար պետք է մեզ դատեն, դրա համար պետք է դատեն, որ ես դուրսը խունկ եմ ծխում Եհովայի վկաների կողքը կամ դեմս փակում են, որ մեր երեխաները ստրեսի չենթարկվեն, քանի որ դպրոցում իրանք հայրներ են կարդում, լսում են մեր կրոնի պատմությունը, դուրս են գալի եւ ստենդի վրա տեսնում են, որ ինչ է քարոզում իսկական Աստվածաշունչը, դա ստրեսի ենթարկման փայլ է։ Եհովայի վկաները քիչ չեն նաեւ Հայաստանում, փողոցներում յուրաքանչյուր քայլափոխին նրանք բաժանում են իրենց գրականությունը, այսպիսով ծավալելով բուռն քարոզչություն։ Չափից ավելի հայրենասեր է, չափից ավելի քրիստոնյա է, չափից ավելի չեմ ուզում, որ իմ ազգը պառակտի։ Թուրքի, ջաղացին ու չափից ավելի չեմ ուզում, որ մենք կտոր տան։ Ես հասկանում եմ, որ դուք ձեր գումարի համար եք անում, գրանտեր եք շահում, ասենք, որ ձեր քարոզը տանեք պարզին։ Հասկացեք, բայց 88 թվին, երբ որ ազգովի մենք վերկացանք Ղարաբաղ պահանջելու, չկար այս ամեն ինչ։ Հա, դրա համար մենք մի բռունցք։ Հիմա ձեր նման կազմակերպությունը կնեք, որ ես ձեզ կազմակերպությունների պատճառով մեր ազգը դարձել են կտոր, հա, ու ավելի հեշտ թուրքը, ադրբեջանցին մեզ գրավելու է, ավելի հեշտ մեզ Ամերիկան գրավելու է, ավելի հեշտ մեզ Ադրբեջանը Եվրոպան գրավելու է, մենք մենտալիտետը կորցրել ենք։ Ներություն չեմ դնում, եթե մի մարդ կանգնած քարոզում է հակա սահմանադրական, ասում է, որ սահմանադրությունը վատն է Հայաստանի, մյուսը կանգնած ասում է, վատն է Հայաստանի կրոնը, ճիշտը սա է, ինչի մեր պետական այրերը իմ գործողությունների համար ու ես քայլում եմ դրա դեմ, ինձ տուգանում են, քրեական գործ չեն հարուցում, քանի որ ես բռնի ուժով ոչի բան չեմ անում, կանգնում եմ այդ ստենդի առջև, վառում եմ խումբ, կարդում եմ հայրմերը, կոմունիստ լինելով, սոցիալիստ լինելով, կանգնում եմ Եհովայի վկայի դեմը, կարդում եմ հայրմերը, ինձ դրա համար տուգանում են
Ուրեմն հրավիրեցին բաժին, տվեցին թուղթ, որ մենք ուղղանված ենք, զանցանք կատարելու համար, գործը պրինցիպի չծանոթացանք, որտեղ փակ էր այդ բաժինը, այս տվեցին այս թուղթը, կոնկրետ, որ մենք գորգորացել ենք Եհովայի վկաների վրա, բայց տենց բան չի եղել, չի համապատասխանում ոչ մի ձևի, իհարկե ներքին գործերի բաժանմունքի դեմ ոչ մի բան չունեմ, ունեմ օրենքի դեմ, ես հայ առաքելական եկեղեցու կողմնակից եմ, ինձ դրա համար ուղղանում են 30,000 դրամ, հետարքիր է, որ Զանցանկա թե ինչ խոչընդոտել անցյալ անգամ խոչընդոտել էր, հիմա զանցանք է ոնց որ տենց գնացել է, չեմ կարողանում հասկանամ, եթե ես ինչ-որ միտեղ խումբ եմ վառում, ինչ են ինձ տուգանում, ինչ անենք օգրի Եհովայի վկա է, նորից եմ ասում, ես ոչ մի բան Եհովայի վկաների դեմ չունեմ, իրանց հավատն է, իրանք իրանց մեջ, թող իրար մեջ ինչ ուզում են անեն, բայց մեր ժողովրդին հասարակական վայրում բողոքել է մինչև ամենավերջին աստիճաններ, պատրաստելու ենք փաստաթղթեր ազգային ժողով դիմելու, որ օրենքի փոփոխություն կատարվի, որտեղ որ կոնկրետ ասվի, որ չի թույլատրվում հասարակական վայրերում երեխաների մոտ կամ սոցիալական անապահով խավի մոտ կատարել ինչ-որ ուրիշ ուրեմն հավատքի քարոզչություն։ Մենք պետության կողմից ընդունված հայ առաքելական եկեղեցի ունենք, բոլորս հայ ենք ու բոլորս մեծամասնությունը այդ հավատքի կողմնակից են։ Ասենք այսօր Եհովայի վկաները ասում են, որ 15,000 անդամ ունեն։ Դա մեծ կուսակցություն է, ես ասում եմ, կերազեր ամենամեծ կուսակցությունը ընդդիմադիր ունենա 15,000 կողմնակից։ Սա արդեն KGB-ի խնդիր է։ Արդյոք մենք համոզված ենք, որ մի նախագահի տեխնացու անկապ չի առաջադրվի Եհովայի վկաները։ Ինչ ենք անելու մեր ազգովի, ազգ, որը որ 2000 տարի ընդունել է քրիստոնեություն, անկապ Եհովայի վկաների պետական ինչ-որ աջակցություն է ստանում։ Ես գտնում եմ, որ սա պետական աջակցություն, եթե մի մարդ, որը որ ասում է չի կարելի փողոցում ուրեմն հոգևորություն կատարել, դրա համար իրան կուգանում են։ Սա ազգային խնդիր է, ազգային անվտանգության խնդիր է, պետության խնդիր է։